Ռաֆայել Թեյմուրազյան Հայաստանի Հանրապետությունն այսքան հակապետական իշխանություն երբևէ չի ունեցել։ Ռաֆայել Թեյմուրազյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Մենք եւ հայ ժողովուրդը, ես անձնապես, չենք ունեցել բավարար խելք ժամանակին գնալու լուծումների։ Հունիսի 5-ին այսպես է բացատրել Արցախի հետ կատարված արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Խելքի պակասությանը հղում անելով պետության գլխին բերած ավերները բացատրելը այս իշխանության մոտ բնավորություն է դարձել։ Վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարներ ու պատգամավորներ պարբերաբար հենց դա են վկայաբերում, որպես մեզ հետ կատարվողի բացատրություն, մոլորության մեջ ենք եղել, խնդիրը մինչև վերջ չենք հասկացել, ուշ ենք հասկացել եւ այլն։ Այն, սակայն, միշտ արվում է ընդհանրական ձևակերպմամբ, տարածելով մոլորությունը, չհասկանալը կամ խելքի անբավարարությունը քաղաքական ողջ դաշտի, անգամ ողջ ժողովրդի վրա։ Համընդհանուր անխելքության մասին հայտարարություններն արվում են ոչ թե ազնվության մղումով, դրա միակ դրսևորումը հրաժարականն է, այլ պատասխանատվությունից խուսափելու միտումով, որովհետև եթե քաղաքական ողջ դաշտում կամ անգամ ամբողջ ժողովրդի մեջ հասկացող չկար, նշանակում է մեղավորներ չկան։ Հենց սա է պատճառը, որ խելապակասների համար առաջին նախագահն ամենաատելի կերպարն է, նա խաթարում է համընդհանուր անհասկացողության կեղծիքը։ Սեփական խելքի պակասը որպես երկրի գլխին բերած ավերների բացատրություն ներկայացնելը ոչ թե մեղմացուցիչ հանգամանք է, այլ պաշտոնական անպիտանության արձանագրում եւ չի կարող ազատել պատասխանատվությունից։ Այն իրականում ցույց է տալիս դրանց հեղինակների հանրային վտանգավորությունը։ Պետության ինստիտուտների, ազգային ինքնության ու պետականության սիմվոլների դեմ այս իշխանության հետևողական գրողները վաղուց հատել են անգամ մոլորության կամ խելքի պակասով բացատրվելու սահմանը։ Տպավորությունը, որ երկիրն արդեն ներսից գրավված է։ Այդ գրողները առողջական խնդիրներով եւս չեն կարող բացատրվել, որովհետև ի մեջ խելքն ասա տիպի արդարացումները ցույց են տալիս, որ դրանց հեղինակները գիտակցում են, որ այնպիսի հարված են հասցրել մեր պետականությանն ու ժողովրդին, որ պատասխանատվությունից խուսափելու վերջին տարբերակ են դիտարկում պարբերաբար անխելք ինքնահայտարարվելը։ Հայաստանի Հանրապետությունն այսքան հակապետական իշխանություն երբևէ չի ունեցել։ Ու չի կարող շարունակություն ունենալ առանց դրա իրավական ու քաղաքական գնահատականի։